տարեցը իրեն անզոր է զգում, երբ չի ուզում թորնիկին որևիցե մի բան նվերի, թեկուզ ծննդյան տոներին։ Չգիտեմ, որ գնա թորնիկին տեսության։ Դա շատ իրոք բարդ իրավիճակ է, երբ տեսնում ես, որ քո ֆինանսը չի բավարարում ոչ մի բանի։ Այդ տեսանկյունից շատ կողմ եմ Գոհարի հետ։ Հետաքրքիրն այն է, որ մեծ առավելություն ունեն իրենց կյանքի փորձի փոխանակման, չգիտեմ, հմտությունների մեծ առավելություններ ունեն։ Ու ես հույսով եմ, որ մեր խմբում, որ մանկավարժ տարեցներ լինեն, իսկ թվում է ծնողը ավելի շուտ կընտրի, որ իր երեխան դասապատրաստում անցկացնի մեր մանկավարժ, մեր կենտրոնի մանկավարժի մոտ, քան կտանի ուրիշ անհատական ուրեմն կենտրոն։ Մեծ հույսեր կան կապված դրա հետ։ Բացի այդ, ինձ շատ են առաջարկել թեկուզ տարբեր արտադրամասերում իմ աշակերտները, ովքեր գործունեություններ են ծավալել, ասում են, մենք կարող ենք բերել մեր արտադրանքից ձեր տարեցները փաթեթավորում անեն, թեյի փաթեթավորումները, դեղաբույսերի փաթեթավորումներ, շարոցներ կարող են անել, աշտարակի բնորոշ սուջուխի շարոցների մասին էր խոսքը։ Մի խոսքով, արտադրամասում թափոններ ունեն կարի, կարող են դրանցից ինչ-որ բաներ իրենց համար կարեն, վերցնեն։ Տիկին բավական ձեր ասելուց հասկանում եմ, որ անելու բան շատ կա։ Շատ կա։ Կարող եք նաև միջոցներ էլ գեներացնել, արդյոք մարդիկ շատ են, արդյոք ձեր շուրջ, ձեր բնակավայրում, ձեր քաղաքում շատերն են, որ գերադասում են 65-ից հետո տնից դուրս գալ, հավելյալ արժեք ստեղծել, թե մնալ տանը տան գործերով մի քիչ էլ խառնվել թորների դասյարակությանը, տնային գործերին, այսպես ես նեգատիվ իմաստով եմ ասում, բացասական, քիթը խոթել, թե դուրս գալ եւ ապրել հենց իր կյանքով շարունակել մնալ ինքնուրույն ինքնաբավ։ Ճիշտ ասած, մեկնաբանություններից ես հասկանում եմ, որ շատերը կան, որտեղ մեկնաբանությունների մեջ մարդիկ սպասում են դրան։ Ավելի շատ ուզում են դուրս գալ, քան ուզում են դուրս գան, շփվեն իրենց տարեկիցների հետ։ Նույնիսկ մեկնաբանություններում առաջարկություն կար Տիկին Հարությունյան, ծննդյան տոներ չեք տոնելու, ասի կտոնենք իհարկե։ Շատ են, այդպիսիները շատ են։ Ես դες մի բան ասեմ, աշտարակը Երևանին մոտ է, բայց շատ ավանդական բաներ կան, որ այո, կան պահպանված, բայց դրան զուգահեռ, գիտեք, ես իմ ուսումնասիրությունները, որ կատարում եմ տարեցների շրջանում, դրա մասին ինչ որ ես կասեմ գրքերում կան, իմ գոլեգաները գիտեն, բայց հանրայնացնելու տեսանկյունից տարեցին ինչա պետք, ինքը շատ ավելի շատ ազատ ժամանակ ունի ու ինքը հանկարծակի է գալիս, որ ոնց ես այսքան ազատ ժամանակ ունեմ, որտեղ ինքը վազել է անընդհատ, չէ, մեծ մասը երեխաների հոգ, չգիտեմ, հարս, թոր եւ այլն, հիմա ինքը իր հետ ամենացել ու հերիք չմիատել աշխատանք չէ, այսինքն այդ ազատ ժամանակը մենք պետք է արդյունավետ օգտագործենք։ Ու նաև կան տարեցներ, որ կուզեն այն օրինակ իրանց ծնունդը նշվեր ոչ թե իր երեխայի կամ իր բարեկամների միջավայրում, այլ ընկերների ու իր ընկերներից շատերը կամ ուրիշ երկրում են կամ մահացել են, կներեք, որ այսպես բացասական ինչ-որ բան եմ ասում ու ինքը իրեն մենակ է զգում, բայց ինքը եթե օրինակ Տիկին Բավականի կենտրոնը լիներ, այդ կենտրոնի անդամ լիներ ու զանգահարեն, չգիտեմ, Մարինե ջան, այսօր եկեք ձեր տորթը փչեք, մենք մի հատ ապարենք եւ այլն ջեմ խոսքեր ասենք, ինձ թվում է իր կյանքում ամեն ինչ կգունավորվի ու կփոփոխվի ու դրա կարիքը կա։ Նույնիսկ տեսեք, մեր տարիքում կա շատ անգամ, որ հոգնում են կոլեկտիվով ինչ-որ մի տեղ գնալուց, անընդհատ ընկերներով ծննդյան տոն նշելու, չէ, ասում ես, ես ուզում եմ մենակ իմ հետ մնամ։ Մեր դեպքում մենակ ենք ուզում մնանք շատ շփումներից խուսափենք, բայց իրանց դեպքում ամենամեծ բացը շփումն է։ Այո, շփման կարիք են նրա։ Եվ Տիկին Բավականը հմտորեն բացասական մասերը շրջանցեց։ Ես ուզում եմ, որ դուք նաև խոսեք խնդիրների մասին, այն առումով, որ արդյոք դժվար է իրենց հետ աշխատել ավելի ավագ սերունդ, ավելի մեծ, որովհետև ձեզ իսկապես հնարավոր էլ չի ասել, էլի ավագ սերունդի, թեև ասացիք 65 եւ ավել եք, մի քիչ նեղացկոտ են, մի քիչ ավելի շատ ուշադրություն են ուզում, այսպիսի երևույթներ էլ կան, որ գուցե խանգարող են։ Շատերը իմ փորձն էլ ցույց է տալիս, որ շարժունակության խնդիր ունեն։ Ենթադրենք, եթե մենք դնենք ֆիզիկական ակտիվության դաս կամ պարի դաս, իրենք օբյեկտիվորեն ոնց կանգնեմ, երկար կանգնած չեմ մնում, սա արդյոք մարտահրավեր չէ։ Իհարկե, մենք այդ բոլորը նկատի ենք ունեցել, կլինեն նման երևույթներ, նույնիսկ երիտասարդների մոտ կան երիտասարդներ, որ ընդհանրապես չեն բարում ու ակտիվ չեն, նույն ձևով տարեցների մոտ, բայց տարեցներին համոզելը շատ ավելի հեշտ է, քան երիտասարդներին է։
որտեղ եթե նրանցից թեկուզ մեկը ակտիվացավ, քիչ-քիչ հերթով իրականում ամաչկոտել են ու սերունդն է որտեղ խորհրդային, բայց երբ որ լավ կուր միջավայր է ձևավորվում, ընկերություն, ձեր ասած, իրենք բացվում են, ապահով են իրենց զգում եւ դրսեւորվում են։ Եվ այսօր քանի անգամ եք հանդիպում, ինչ վայրում, մի քիչ ավելի ինֆորմացիա եւ մարդիկ եթե մեզ լսում են եւ աշտարակում են հարակից գյուղերում, կարող են արդյոք կապվել, թե դեռ ժամանակը չէ, սպասեն, հերթացուցակ ունեք, ինչ ունեք։ Ես կարծում եմ, որ պետքա կապնվեն եւ առաջարկություններ ասեն, որովհետեւ իրենց կարիքների հիման վրա պետք է այս ամեն ինչ առաջ գնա։ Այո, մենք տարբեր փաթեթներ ունենք եւ նպատակահարմար են գտնում ամեն փաթեթին մի օր հրավիրել, հետո նոր դնել հերթականությունը, ճիշտն ասած։ Այս պայդրությամբ մենք Փարպիում մի քանի ծերերի հետ աշխատել ենք, այդ բառը չեմ ուզում ասել, տարեց։ Ավագ սերնդի ներկայացուցիչներ են ասում։ Եվ մեծ սիրով եկել են մարդիկ մասնակցել են, հիմա որ զանգում են ծանոթների, բանի կողմից, ասում են երբ եք բացելու, որտեղ են գալու։ Եվ խնդիրը դա է, որ մարդիկ ուզում են, շատ են ուզում։ Իսկ հարակից գյուղերի հետ կապը լինելու համար ես մի քանի արդեն գյուղի ղեկավարների հետ խոսել եմ, ասել են մենք կուղարկենք, եթե գան տաքսիով մենք կուղարկենք, կգան աշտարակ, կբերեն, կտանեն, եթե դիմողներ լինեն, անպայման կօգնենք ձեզ։ Եվ օգտվելով մեր հանդիպման արդից, եկեք ամեն դեպքում մարդկանց արդեն հույս տանք, արդեն իրազեկենք, որ շատ շուտով կարող ենք ասել, որ նաև առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության հետ դες համատեղ կունենանք այն կենտրոնը, այն ապահով ջերմ աջակցող միջավայր աշտարակ քաղաքում, որ ավագ սերնդի մեր ներկայացուցիչները կարող են գալ, ով կցանկանա աշխատել, զբաղվածություններով կուզենա ուղակի շփվել, շփումը իրենց սրտի ուզածով, որովհետև տարիների ընթացքում աշխատել, վաստակել, ստեղծել են հեղինակությունը, փորձառությունը եւ կարող են արդեն երկրաշնչառություն վերցնել ու վայելել կյանքի այս հատվածը։ Ես կարծում եմ, տեսեք, աշտարակ համայնքում ինչու է հեշտ այս ամեն ինչը կազմակերպել, որովհետև հենց համայնքի ղեկավարը պարոն Շավերդյանի եւ ամբողջ աշխատակազմը ցանկություն ունեն եւ Տիկին բավականը շատ մոտիվացված է եւ որպես իր տարեկից լիդեր ինքը կարող է այս ամեն ինչը շատ գեղեցիկ կազմակերպել։ Իսկ աշտարակի կենտրոնում աշտարակեցիներին էսպես ես միշտ ասում եմ աշտարակեցիներ, դուք ասում եք աշտարակցիներ, լավ։ Կարծում եմ, որ իրենք պետք է համախմբվեն ու ամեն նախաձեռնություն ունենում է շատ հետաքրքիր զարգացումներ, երբ որ սկիզբը գրագետ ամեն ինչ կազմակերպվում է եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել նաեւ ձեր հաղորդաշարին, այն մարդկանց, ովքեր աջակցում են Տիկին բավականին, ինքն էլ որ մոտիվացվի, մեկ ինքն էլ է տխրում, բայց հետո ասում ենք, չէ, պետքա գնալ առաջ։ Արդեն ուշ է Տիկին բավական, արդեն խոստումը տվել են գեթերում, մարդիկ լսել են, հուսանք, որ փետրվարին արդեն ամբողջությամբ իրականություն կդառնա։ Դա թող ասեմ, որ դիմել եմ արդեն ռեգիստրին, աշտարակում Տիգրան Մեծ փողոցում մի շենք կա, այդ շենքից խնդրել եմ, որ 100-ից 120 քառակուսի մեզ տրամադրեն տարածք, հետո կդիմեմ մեր համայնքի ղեկավարին, ինքը ասեց վերանորոգման աշխատանքները մենք կկատարենք։ Հրաշալի է, սիրում եմ այս երկրները։ Մենք էլ պետք է մեր դպրոցը գույքը գնի, ինչ որ պետք են տարեցների համար, այսինքն նաև ֆինանսավորումը հաղթել է Տիկին բավականը, հատուկ մրցանակ հենց տարեցների համար, կարծում եմ այս երակոմ, թե քառակոմ ասեմ համագործակցությունը մենք էլ կաջակցենք, որպեսզի ծառայությունը ունենաք, առնվազն երկու ինչ է պետք, որ Տիկին բավականը էլ չմոտիվացվի, չգիտեմ, երևի մենակ գործել։ Ես միայն ուրախ կլինեմ ցանկացած աջակցության, շատ գոհ եւ շնորհակալ կլինեմ, հուսում եմ այս եթերից հետո ինչ որ բան կփոխվի